Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անորոշությունը փորձում են հասկանալ եւ Հայաստանում եւ Եվրամիությունում։ Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությունից հետո հարաբերությունները վերալիցքավորելու հայտարարություններ որքան ասես եղան, բայց գործնական քայլեր չեղան։ Ինչ է ուզում Հայաստանը Եվրամիությունից եւ ինչ կարող է առաջարկել արևմտյան գործընկերը եվրասիականացված գործընկերոջը։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կողմերի գործակցության շարունակությունը տեսնում է 4 հիմնական ուղղություններով՝ տնտեսական, քաղաքական, անվտանգության եւ քաղաքակրթական։ Եվրամիության հետ աշխատելով մենք անվտանգության մասին կարող ենք խոսել բացառապես քաղաքական գնահատականների կամ քաղաքական երաշխիքների համատեքստում եւ ոչ երբեք իրական անվտանգային գոտու մասին։ Հայաստանում Եվրամիության դեսպան Տրայան Ռիստեան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների կարճ պատմական էքսկուրս արեց եւ պնդեց, որ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովը հնարավորություն է տալու ամփոփել արևելյան գործընկերության հաջողությունները եւ կազմել նոր գործողությունների ճանապարհային քարտեզը։ Եվրամիությունը կշարունակի հարաբերությունը Հայաստանի հետ։ Ռիգայի գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատել ասոցիացման համաձայնագիրը ստորագրած երկրների համար։ Նաեւ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելարուսի հետ նոր ռազմավարություն մշակելու հնարավորություն կտա։ Հայաստանի հետ դեռևս քննարկում ենք նոր հարաբերությունների հնարավորությունները։ Ժառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը սկսած հարաբերությունները շարունակելու ու խորացնելու հնարավորություն տեսնում է հենց վաղվանից։ Նա առաջարկում է ասոցիացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել հենց վաղը, իսկ Ռիգայի գագաթնաժողովին տնտեսական մասը ստորագրելու մանդատ ստանալ։ Օրինակ վաղը ստորագրեն քաղաքական բաղադրիչը, Ռիգայում կստանան բանակցությունների համար նոր մանդատ տնտեսական կոմպոնենտների համար, մինչև Ռիգա ժամանակը կողմերը կարող են բանակցել եւ հասկանան, թե որն է տնտեսական այն սահմանափակումները, որոնք ունեն եւ դրանցից հանեն։ Մինչև գագաթնաժողով Հայաստանի եւ Եվրամիության պաշտոնյաները կքննարկեն նոր հեռանկարի հնարավորությունները, բայց անկախ Ռիգայում ստորագրվելիք փաստաթղթից վիզաների ու տեղաշարժի դյուրացման քաղաքականությունը շարունակվում է։ Իսկ մինչև այդ եւ այդ ընթացքում Եվրամիությունը կշարունակի օգնել Հայաստանին բարեփոխումների հարցում։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։